Բարի երեկո, օրլրատվական ծրագիրը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում։ ԼՂ պաշտպանության նախարարության մամլոյցարայությունից հայտնել են, որ Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնում է ծայրաստիճան լարված։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հաջողությամբ վարել պաշտպանական մարտեր եւ հակառակորդին հասցնել ծանր վնասներ։ Ընդհանուր առմամբ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ։ Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 30 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ 1 ուղղաթիռ։ Առավել խոշոր բախումներ են տեղի ունենում մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ։ Հակառակորդը կիրառելով զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այդ թվում գրադ տիպի կայանք, հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն պաշտպանության բանակի դիրքերը, այլև խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը։ Այս ուղղությամբ պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է թշնամական 1 ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ։ Ցավոք թեժ մարտերի ընթացքում կորուստներ ունեցել նաև Ղարաբաղյան կողմը։ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր անցեկացրել անվտանգության խորհրդի նիստ Ղարաբաղ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լևոն Նացականյանը եւ նշել, որ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները, նրան պատճառելով ծանր կորուստներ։ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին Արցախի հանրապետության սահմանների անձեռմխելիությունը եւ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության նախագահ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Օրակարգի շրջանակներում քննարկվել են ադրբեջանական հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը եւ այլ հարցեր։ Նիստի սկզբում Հայաստանի Հանրապետության նախագահը խոսել է ստեղծված իրավիճակի մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշեր հակառակորդի սադրիչ գործողությունների ի պատասխան ձեռնարկված գործում քայլերը կանխելու սանձազերծված ագրեսիան։ Զեկույցներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարժ Քոչարյանը։ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։ Հարգելի գործընկերներ, ինչպես ձեզ հայտնի է, այս գիշեր ժամը 3-ի կողմերը Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Սա 94 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին իրականացնել եւ հիմա էլ փորձում են Ադրբեջանի զինված ուժերը։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ժամանակին եւ արհեստավար գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ եւ ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաեւ զգալի կորուստներ հասցնել հակառակորդին։ Ընդ որում հակառակորդը այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները եւ բոլոր տիպի զրահամեքենաները։ Կորուստները հակառակորդի ինչպես օդուժի, այնպես էլ հետևակի ու զրահատեխնիկայի զգալի է։ Մենք էլ ունենք կորուստներ։ Այս պայդրությամբ 18 զոհում ենք եւ 35-ի մոտ վիրավորներ։
Սերժ Սարգսյանը շեշտում է հանգամանքը, որ այս իրադրությունը ստեղծվել է Վաշինգտոնյան գագաթնաժողովի անցկացման ֆոնին։ Միացյալ Նահանգներից վերադարձի ճանապարհին պարբերաբար իրավիճակն ինձեկուցվել է եւ համարում են, որ ընդունած որոշումները տեղին են, անհրաժեշտ եւ ճիշտ։ Հայտնի է, որ Միացյալ Նահանգների գնացել մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին եւ այդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ են ունեցել փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քերիի հետ։ Նրանց կոչ են արել, որպեսզի սաստեն Ադրբեջանին չխախտել հրադադարի կանոնները։ Բայց ինչպես տեսակ այդ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ դեռևս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն։ Այս պահին սադրանքները շարունակվում են, հյուսիսում եւ հարավում կա որոշակի լարվածություն, բայց ինչպես ասեցի, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը։ Երկրի ղեկավարը կարևոր շեշտադրում է կատարում, հղում անելով Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգության հարցում Հայաստանից ստանձնած պարտավորություններին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործում են նախապես մշակված պլանի եւ որոշակի նախարարություններ կարծում եմ առանց արժոտաժի, առանց ավելորդ լարվածության պետք է անցնեն ուժեղացված աշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է մեր ծրագրերով։ Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության։ Կարծում եմ այդ միջոցները բավարար են։ Բայց ես համոզված եմ եւ առաջարկում եմ քննարկել, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք եւ արտաքին գործերի նախարարությանը կարծում եմ անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ եւ մշակել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ անհրաժեշտ է պայմանագրի տեքստ ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել ազգային ժողով։ Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով։ Եվ մենք դա նաեւ ունենք դրա իրավաբանական իրավունքը, որտեղ ինքներս հանդիսանում ենք 94 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ։ Բացի զինված ուժերից իրենց գործը կատարում են մեր մյուս գերատեսչությունները, կապ է հաստատվել միջազգային կառույցների, մեր գործընկերների հետ, այնուհանդերձ, ինչպես բազմաթիվ անգամ ասել են, մեր խնդիրները մենք պետք է լուծենք եւ բնավ չթերագնահատելով որևէ մեկի օգնություն։ Հիմա պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը կզեկուցեն ռազմական առումով արտաքին գործերի նախարարի տեղակալը դիվանագիտական ջանքերի մասին։ Իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որում մասնավորապես ասված է. Ադրբեջանի կողմից լարվածության նման սրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Ստեղծված իրավիճակում ԼՂ պաշտպանության բանակը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները պարտադրելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։ Հնարավոր հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես ադրբեջանական կողմը, որը հերթական անգամ անպատասխանատու եւ անիմաստ արկածախնդրություն է ձեռնարկել։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին հրապարակայնորեն ու վճռականորեն
են դատապարտել Ադրբեջանին իրավիճակի հետևողական սրման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խախտման համար։ Այսօրվա իրավիճակը մեկնաբանել է ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանական զինուժը փորձել է Թալիշի եւ Նոր Սեյշուլանի ուղղությամբ որոշ գրոհեր իրականացնել, բայց լրիվությամբ տապալվել է բոլոր իրենց այդ նախաձեռնությունները։ Ոչնչացվել են մի քանի խումբ, այսպես դիվերսիոն խմբեր, երբ որ ետ են շպրտվել այդ ստորաբաժանումները, այնքան մեծ էր խոճապը, որ դա նաև փոխանցվել է քաղաքացիական բնակչությանը եւ Արցախի հանրապետության սահմանամերձ ադրբեջանական շրջաններում սկսել է իրոք նույնիսկ ոչ կանոնավոր խոճապ եւ բնակչության massայական արտահոսք։ Ադրբեջանական կողմը թիրախավորել է դպրոց, ինչը կոպիտ խախտում է համարվում միջազգային մարդասիրական իրավունքի Ժենևյան կոնվենցիաների, որովհետև քաղաքացիական նման օբյեկտները, լինեն դա դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, չեն կարող լինել լեգիտիմ, ուրեմն այսպես թիրախ, ռազմական նախաձեռնությունը որևէ ձևով Ադրբեջանին չի պատկանում, իսկ դա շատ կարևոր է։ Կան որոշ, ասենք, տեղեր, որոնք նրանք ունեցել են հաջողություն, բայց ետ են շպրտվել, կան որոշ տեղեր, որտեղ դերևս ուրեմն իրավիճակը բավականին այսպես լարված է, բայց մենք գիտենք եւ համոզված ենք, որ հակառակորդը այս անգամ եւս լիակատար ձախողելու է իր բոլոր, այսպես ասած, իր բոլոր պլանները։ Այսօր վաղ առավոտից Արցախի ազատամարտիկների միության շենքի առջև հավաքվել են բազմաթիվ ազատամարտիկներ, երիտասարդներ եւ ցանկություն հայտնել անհապաղ մեկնել առաջնագից։ Արդեն հարյուրավոր կամավոր ազատամարտիկներ գրանցվելուց հետո ավտոբուսներով մեկնում են առաջնագից։ Նրանց են միացել նաև ժամկետային զինծառայություն անցած երիտասարդները։ Պատերազմ ենք գնում, բարով գնացեք։ Մենք գնում ենք հայրենիք պաշտպանելու։ Թերևս դրանից կարճ եւ հակիրճ բովանդակալից ասել հնարավոր չէ։ Կարիք կա, գնում ենք, ես վստահ եմ, որ մեր տղերքը իրենց մարտական խնդիրը կատարում են, բայց մենք ուզում ենք մեր ընկերների կողքին լինել։ Երիտասարդական թևը հայրենաց պաշտպանը ղեկավարը զանգարեց մեզ, որպեսզի բարձրանանք դիրքեր, մենք էլ սիրով ընդունեցինք եւ մեզ պատրաստականությամբ հպարտ, ուժեղ, ամուր կամքով բարձրանում ենք դեպի դիրքեր։ Դիրքերում կանգնած զինվորներին սատար կանգնելու հայրենիքի սահմանները պաշտպանելու համար ազատամարտիկները հավաքվում եւ զինվում են բոլոր շրջաններում։ Այս կադրերը մեր գործընկերները նկարահանել են Մարտակերտում, խմբի հետ են ԼՂ ազգային ժողովի պատգամավոր Ժաննա Գալստյանը, ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը։ Այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում համընդհանուր աղոթքը հղվել առ Աստված, հոգևոր պահակմանը մասնակցել են 5 զինվորականները։ Հադրութի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մաթեոս Քահանա Դրավանցի խոսքով զինվորի հոգևոր գոտեմտման եւ միասնության կոչով են հավաքվում մարդիկ։ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի կարծիքով նոր փուլ է սկսվել, որին պետք է պատրաստ լինեն բոլորը։ Ժամերգության ժամանակ, աղոթքի ժամանակ միշտ ասում ենք խաչի պահպանիչով աղոթ ենք անում, որ մեր խաչի զորությունը միշտ լինի մեր զինվորների թիկունքին եւ արժեվից Աստծո կողմով խաչի զորությամբ եւ խաչի նշանով Աստված դա մեր ճշտամենի հալածանք, որ մենք չենք ուզում իրենց մահը երբեք եւ բնականաբար ասեցի մեր ժողովրդին հավատացյալները, որ մենք պետք է աղոթենք նաեւ մեր ճշտամենների համար, որ Աստված նրանց խելք տա, որ մեր վրա այլևս չարձակվեն, որովհետև մենք պատրաստ ենք։ Ստեփանակերտցիները այսօր եկեղեցում էին աղոթելու սահմանում կանգնած զինվորների հաջողության համար։ Հոգևոր պահակմանը մասնակցողների շարքում Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն է։ Խոնարհումն Աստծուն չի նշանակում, որ հին զինվորը զենքին հավատարիմ չէ։ 88 թվին մենք անձանց Աստծո ճանաչելու Աստծո խոսքով էինք ապրում։ Դրա համար էլ հաղթել ենք։ Հիմա մենք ճանաչում ենք ու պետք է որ ավելի պետք է գիտակցելով այդպես ապրենք։ Այս ահազանգն է։ Զինվորը մարդն է, որ պատրաստ է ինքը զոհվի ուրիշի համար, ինքը պետք է հոգևոր լինի։
Եթե ինքը հոգևոր չեղավ, ինքը զինվոր չի լինելու։ Մաքսիմում կարող է թալանչի լինի, իսկ թալանչուց զինվոր չի լինում։ Դրա համար ասենք թուրքերը մեզ հետ ոչինչ չկարողացան անել, որովհետև իրանք թալանչ էին, զինվոր չէին։ Սա նոր փուլ է, ավելի ճիշտ նոր փուլի առաջին մասը եւ նախազգուշացում է մեր ազգի համար եւ փորձություն։ Թե ինչի ենք պատրաստ եւ ինչ բարոյահոգեբանական վիճակի մեջ ենք այսօր, ասում է Արկադի Կարապետյանը։ Այս իրավիճակի հեղինակները ուշի-ուշով հետևում են ոչ միայն սահմանային իրավիճակին, այլև քաղաքացիական հանրության պահվածքին, որոշելու համար ժողովրդի ուժը։ Հիմա պահանա ժողովուրդը մի ուրիշ ինքն էլ մի ուրիշ փուլի մեջ անցնի, իրար դեմ հանդուրժողական լինելու, իրար հասկանալու, իրար լսելու, ներելու, իրար սիրելու եւ միասնական լինելու։ Արկադի Կարապետյանի խոսքով միշտ չէ, որ նյութատեխնիկական վիճակն է որոշում մարտի ճակատագիրը, առավել կարևորը զորքի եւ հանրության բարոյահոգեբանական նկարագիրն է։ Ոնց թե զենք չեն վերցնելու։ Աստված ասել է վերջի շապիկը ծախի զենք առ։ Մենք պարտավոր ենք պաշտպանենք մեր հայրենիքը, մեր ընտանիքները, մեր հավատքը ամենակարևորը։ Մեր ավանդույթները, մեր հայ լինելը, այդ ամենը մենք պարտավոր ենք պաշտպանել որևէ ձևով, սկսած զենքով, վերջացած այս ինֆորմացիոն պատերազմ եւ այլն, բոլոր պատերազմը։ Այսօր զինվորի կողքին ենք ամենքս մեր գործով, պատրաստակամությամբ, ուժով եւ կամքով։ Ինչպիսին է իրավիճակը Մարտակերտի շրջանում այս պահին, մենք հեռախոսակապ ենք հաստատել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ։ Այս պահին Մարտակերտում իրավիճակը կարելի է ասել, որ համեմատական հանգիստ է։ Օրվա ընթացքում մինչև 7:19:10 վերջին թերակոտություններ քաղաքի վրա, 2 հատ վերջինը միանգամից, որը վնասել է 1 տուն, այնուհետև մի տեղ հրդեհ է բռնկվել, կարողացել ենք հանգցնել, նրանից հետո արդեն մուտնկնելուց առայժմ համեմատական հանգիստ է։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր, վիրավոր։ Քաղաքացիների շրջանում չունենք ոչ վիրավորման դեպք, ոչ զոհվելու դեպք։ Քաղաքացիները հիմնականում այս պահին գտնվում են ապաստարաններում։ Պարոն Խաչատրյան, իսկ ինչպիսին է վիճակը շրջանի մյուս սահմանամերձ բնակավայրերում։ Սահմանամերձ բնակավայրերի մասին ես արդեն տեղեկացրել եմ։ Այս պահի դրությամբ Ադաղիսում եւ Թալիշում քաղաքացիական բնակչություն չկա։ Նրանք տեղահանված են եւ գտնվում են Մարտակերտի շրջանի տարբեր համայնքներում։ Հրթիռահրետակոծությունը շարունակվել է նաեւ նույն տեմպով, ինչ տեմպով մինչև կեսօրեր նույն Մադաղիս եւ Թալիշ համայնքների վրա։ Չնայած բնակչություն դեռ արդեն չունենք։ Բայց նույնը շարունակվել է նաեւ Մարտակերտ քաղաքում։ Որոշակի ինտենսիվություն նկատեցինք կեսօրից հետո, իսկ արդեն 19:10-ից առայժմ հրթիռակոծությունը քաղաքի վրա դադարեցված է։ Մարդկանց տրամադրությունն ինչպես է։ Մարդկանց տրամադրությունը ոնց ասեմ, ում հարցնում ենք, տրամադրությունը ասում է լավ է հիմա։ Հեսա մեր ճակատագիրը, հեսա մեր հայրենիքը։ Այս ժամի համար այսքանը, օր լրատվականն աշխատում է արտակարգ ռեժիմով եւ մեր հաջորդ թողարկումը ժամը 23-ին է։